Ճանապարհ, որի խոչընդոտները հաղթահարել է պատվով, հասել բարձունքների։ Երկարակեցության գաղտնիքն ասում է աշխատասիրության մեջ է։ Նրա կյանքի հետագիծը հայ կանանց շարքում գրված է ոսկե տառերով։ Կոչումը կին ոսկե կոդ 2026 մրցանակաբաշխությունը մեկ հարկի տակ է հավաքել հայ հաջողակ ու գործարար կանանց։ Ամենամյա պարգևատրումներ են մեծարանքի խոսքեր։ Մարդասիրության խորհրդանիշ անվանակարգում Անահիտ հուշամեդալը շնորհվում է Մուլտիագրո գիտարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Հայաստանի մեղվաբույծների ազգային ասոցիացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանին։ Այս գեղեցիկ օրը իմ 93-ամյա հասակում արժանանալ այսպիսի մեծ պարգևներ շատ եմ ստացել, բայց սա այս հասակում ինձ համար առանցնակի նշանակություն ունի։ Ցանկանում եմ ձեր ներկաներին բոլորդ հասնեք 93-ի ու անցնեք 100-ի սահմանը։ Շատ շնորհակալություն բարձր գնահատանքի համար։ Մեր մրցանակակիրները այն կանայք են, ովքեր ունեն կենսագրություն, ովքեր կերտել են, ովքեր կերտում են, ովքեր կարողանում են փոխանցել մեր Հայաստանի Հանրապետության եւ տնտեսության զարգացման, առողջապահության զարգացման, կրթության բնագավառի, տնտեսություն եւ այնպիսիներ, ինչպիսին մեր փառահեղ Տիկին Ռոզա Ծառուկյանն է։ Հաջողակ գործարար լինելու բանաձևը նաև մարդկային ճիշտ հարաբերություններ կառուցելն է։ Նրա կենսափորձն այսօր շատերի համար է դարձել օրինակ եւ որպես տանտիկին եւ որպես հաջողակ գյուղատնտես, արտադրող ու գործարար։ Մարդը պիտի ունենա 3 լավ հատկություն, որ ունենա կյանքում հաջողություն։ Դա աշխատասիրությունն է, բարությունն է եւ երրորդը ամենակարևորը աննախանձ վարքագիծ։ Մարդը եթե աննախանձ վարքագիծ ունեցավ, բնությունը շռայլ է լինում նման մարդկանց նկատմամբ։ Հասարակությանը պիտանի լինելու, պետությանը պիտանի լինելու եւ քո ընտանիքին եւ ընդհանուր առմամբ մարդկությանը պիտանի լինելու համար այդ 3 կարևոր հատկանիշներն են անհրաժեշտ։ Կյանքի 62 տարիները նա նվիրել է մեղվաբուծությանը, տնտեսության զարգացման կարևոր ճյուղերից մեկը նրա ձեռքով դարձել է լոկոմոտիվ։ Հիմա էլ ամեն լուսաբացի հետ արթնանում է ու շտապում աշխատանքի։ Հաջողությունն ասում է առանց քրտնաջան աշխատանքի չի կարող լինել։ Աստվածամոր ավետման տոնին Տիկին Ռոզայի մաղթանքն է, որ բոլոր մայրերը երջանիկ ու երկար ապրեն։ Մարիա Հակոբյան, Հայկ Սուքիասյան, Էպիկենտրոն։